ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններից հետո այս գիշեր Ղարաբաղյան շփման գծում լարվածության նվազում է նկատվում։ Ադրբեջանական կողմը ըստ Ղարաբաղի պաշտպանության բանակի խոշոր տրամաչափի զենքերից կրակը գրեթե դադարեցրել է։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ արձանագրում են։ Շաբաթասկզբին լարվածությունը աճել էր, քանի որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, իսկ հայկական կողմը պատասխանել է այդ գործողություններին։ Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Տարբեր աղբյուրներից ստացած մեր տեղեկությունների համաձայն իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի 15-ին Ադրբեջանի տարածքից հարվածել են հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտին, մյուս կողմը բնականաբար արձագանքել է։ Ղարաբաղում լարվածությունը աճել էր մայիսի 15-ին, Ադրբեջանի զինված ուժերը 3 հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով 2 միավոր տեխնիկա, որոնցից մեկը մարտական «Օսա» տեսակի զենիթահրթիռային համակարգ։ Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով հայտարարությունների այս ձևը պետք է շարունակական լինի, որ ազդեցություն ունենա։ Միջազգային հանրությունը արդեն նոր որակ է փորձում հաղորդել եւ զինադադարի ռեժիմի պահպանմանը եւ Ադրբեջանի հետ իր փոխհարաբերություններին, որը կարելի է միայն ողջունել։ Կարծում եմ, որ սա պետք է ստապեցուցիչ գործոն հանդիսանա։ Պաշտոնական Երևանը արդեն արձագանքել է։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հայտարարել է, որ եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին։ Նրա խոսքով Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, իսկ 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո կայացած 2 հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում։ Հայաստանյան փորձագետները արձանագրում են, վերջին շրջանում սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը հստակ հայտարարում են, որ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով սա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության քամահրանքի բացահայտ դրսևորումն է։ Ադրբեջանը վերջին շրջանում միջազգային հանրությանը շատ է նյարդայնացնում։ Այս հայտարարությամբ հասկացնում են, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։ Փորձում են նվազագույնի հասցնել բռնությունը, կանգնեցնել այն հնարավոր չէ, բայց փորձում են տարբեր միջոցներով հասկացնել Ադրբեջանին, որ ապրիլյան էսկալացիայի կրկնություն թույլ չեն տալու։ Указать Азербайджану на то, что эскалацию типа апрельской не потерпят. Քաղաքագետի կարծիքով Ադրբեջանին հասկացնում են, որ մի ձեռքով բանակցել, իսկ մյուսով կրակել չի կարելի, իսկ Ադրբեջանը ըստ Իսկանդարյանի սահմանային իրավիճակը լարում է, քանի որ ներքին լուրջ տնտեսական խնդիրներ ունի։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ կարծում է, որ հայտարարությունը դրական է, բայց իդեալական չէ, քանի որ այնտեղ երկու կողմերին են կոչ անում զերծ մնալ ագրեսիայից։ Նրա խոսքով այս հայտարարության պատճառը բանակցություններում Ադրբեջանի նախապայմաններով խոսելն է, ինչը քանդում է Մինսկի խումբը եւ անիմաստ է դարձնում համանախագահողների ջանքերը։ Հրթիռով երբ խփում ես, ոչ մի վեճի առարկա չկա, Ադրբեջանն է առաջինը խախտում։ Ինչ է դա նշանակում։ Դա ավտոմատ նշանակում է, որ իրանք թքած ունեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքի վրա։ Ու parz է, որ դա այո խփում է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի իմիջին։ Դա է պատճառը, որ ի վերջո իրանք ստիպված են հայտարարություն անել։ Քաղաքագետը կարծում է, որ այս հայտարարությունը գոնե առաջիկայում Ադրբեջանի համար զսպիչ դեր կունենա, բայց սահմանային միջադեպերը նրա կարծիքով չեն դադարի։